Այսօր կանդրադառնանք Հուլիսյան իրադարձություններին Երևանում, ինչ է կատարվել, ինչու եղավ, ինչպիսին եք տեսնում այս ամեն ինչի հանգուցան լուծումը, գուցե նաև անդրադառնանք նախագահի հայտարարությանը ԱԱԾ կոչին, մի խոսքով այն ամենին, ինչ կատարվում է այս 10-օրյակի ընթացքում։ Խնդրեմ, պարոն Հարությունյան։ Շնորհակալություն հրավերի համար։ Բազմիցս եւ մեր կողմից եւ տարբեր քաղաքական գործիչների, ընդհանրապես նույնիսկ քաղաքացիների կողմից ասվել է, որ այդ ամենը հետևանք է այն բանի, որ Հայաստանում որևէ այլ կերպ հնարավոր չէ ազդել իշխանությունների վրա եւ ընտրական համակարգը չի աշխատում, նույն նախագահի շուրթերով հնչել է որքան ուզենք այնքան խփենք արդեն հայտնի դառած ֆրազան, բացի այդ ընդհանրապես ընտրական օրենսգիրքը նույնիսկ այնպես է ձևված, որ որևէ կերպ հնարավոր չէ իշխանափոխություն իրականացնել, անգամ ապրիլյան պատերազմը չսթափեցրեց մեր իշխանություններին, չնայած նրանք երբեք էլ մերը չեն եղել, դրան հաջորդեցին Հրազդանի ընտրությունները, դրան հաջորդեց ընտրական օրենսգրքի ընդունումը, այսպես ասած ճնշման միջոցով, այնպես որ Հայաստանում, երբ որ ստեղծվել էր մի վիճակ, որ այլ երկ չէին տեսնում, եւ քաղաքացիները, քաղաքական ուժերը, մարդիկ, որոնք չէին կարող հանդուրժել այդ ամենը, եւ տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ հուլիսի 17-ի իրադարձությունները, ընդ որում, եթե մենք կարճ ասեմ, ապա եթե Սասնա Ծռերի հենարանը դա ժողովրդի ավելի քան 90%-ն է, ապա իշխանությունների, մասնավորապես Սերժ Սարգսյանի հենարանը Լևոն Տեր-Պետրոսյանն է գաղափարական իմաստով եւ մի քանի մտավորականներ, որոնք ծրարով փող են ստանում նախագահական նստավայրից։ Ուրիշ հենարան Սերժ Սարգսյանը չունի, նույնիսկ քաղաքական ուժերը մանևրում են եւ Դաշնակցությունը եւ ասենք նկատի ունեմ մյուս կուսակցությունները, որոնք համենայն դեպս այսօր կոալիցիայի մեջ են, մենք տեսնում ենք, որ ըստ էության ստեղծվել է մի վիճակ, որը մենք պիտի կարողանանք գնահատել։ Եթե մենք շախմատային լեզվով ենք ասում, դա Ֆիշերի շախմատ է։ Ֆիշերի շախմատը, ասեմ, Ֆիշերի տարբերակը դա որն է, երբ որ ոչ թե սկզբից են սկսում խաղալ, այլ ինչ որ դիրքից, ասենք, դիրք է ստեղծվում ու սկսում են խաղալ։ Հիմա այդ դիրքը ստեղծել է Սերժ Սարգսյանը։ Սերժ Սարգսյանը ստեղծել իր ամբողջ կառավարման տարիների ընթացքում, դա հետևանք է ապրիլյան պատերազմի, իսկ ապրիլյան պատերազմը հետևանք էր Սերժ Սարգսյանի գործունեության, հետևանք էր այն բանի, որ երկիրը թալանվել է, որ նույնիսկ բանակն է թալանվել, հետևանք է այն բանի, որ արտագաղթել է հսկայական ժողովուրդ եւ քաղաքացին ելքը, շատերը ելքը տեսնում էին Զվարթնոց օդանավակայանը, այսինքն փորձում էին դուրս գալ։ Եվ այսօր մենք իրավունք չունենք մեղադրելու տղաներին, որովհետև իրենք համոզված եմ երբեք էլ չեն ուզել, որ արյուն թափի։ Դա այդ ես ասել եմ տարբեր հարցազրույցներով, որ գնդապետի արյունը նույնպես Սերժ Սարգսյանի վրա է։ Տղաները հերոս տղաներ են եւ տղաների կրկնում են պահանջը, դա ողջ ժողովրդի պահանջ է։ Ժողովրդի 99%-ի պահանջն է եւ մենք պիտի կարողանանք, ինչպես ասում են, տեր կանգնել այդ պահանջներին, որովհետեւ կրկնում եմ, դա բոլորիս պահանջն է։ Եվ քաղաքական ուժերը այսօր պիտի կարողանան նաեւ վեր կանգնել ամեն ինչից, մի կողմ դնել քաղաքական տարաձայնությունները եւ ինչպես ասում են, ձևակերպված խնդիրները, որը նաև կրկնում են բոլորինս է, այդ խնդիրներին փորձել դարձնել լուծումները դարձնել իրականություն։ Սերժ Սարգսյանը քայլ չունի, որովհետև այսօր, ասենց ասենք, եթե պատանդների պահով ենք ասում, ապա այսօր եւ Օսիպյանը եւ փոխոստիկանապետը արդեն իշխանությունների պատանդն են։ Նրանք այնտեղ պատանդ չէին։ Մենք տեսենք, որ ես համոզված եմ, իրանք այդքան էլ ուրախ չեն, որ դուրս եկան այնտեղից։ Իրենք կուզենային, համոզված են, որ դուրս գային հաղթանակած տղաների հետ, ժողովրդի հաղթանակի պարագայում իրենք կուզենային դուրս գալ եւ նաեւ համոզված եմ իրենք ժողովրդի հետ կլինեին։ Մենք ինչ պիտի անենք այսօր։ Մենք պիտի կարողանանք կրկնում եմ վեր կանգնել եւ այստեղ մենք նաեւ հասկանում ենք, որ եթե փորձեն ուժով վերցնել, այսպես ասած,
այդ գունդը, ապա արյուն է թափվելու, իսկ այդ արյունը նորից Սերժ Սարգսյանի վրա է լինելու։ Ի վերջո Սերժ Սարգսյանը եկել է մարտի 1-ով եւ Սերժ Սարգսյանը նկատի ունեմ արյունով եւ ես չէի ուզենա, որ ինքը արյունով գնա։ Իր համար ամենալավ բարենպաստ ճանապարհը այս պահին հրաժարվելն է, ընդ որում այստեղ պիտի բանակցությունները գնան ճանապարհային քարտեզի հետ կապված, թե ինչպես եւ ժամկետի հետ կապված երբ է գնում Սերժ Սարգսյանը։ Այլ ճանապարհ ես չեմ տեսնում, որովհետեւ այնպես չի, որ եթե հնարավոր լինի անգամ առանց զոհի գրոհով վերցնել այդ նկատի ունեմ այդ դիրքերը, որոնք կրկնում ողջ ժողովուրդն է կանգնած այդ դիրքերում, ապա այդ ամեն ինչը շարունակվելու է եւ Հայաստանում մենք տեսնում ենք, որ իրավիճակն այնպիսին է, որ շատ անկանխատեսելի հետևանքներ են սպասում։ Եվ մենք տեսանք, որ Ղարաբաղյան ապրիլյան պատերազմում թե ինչ հետևանքների կարող էր հասցնել իշխանությունների ամենաթողությունը եւ թալանը։ Մենք տեսնում ենք, կրկնում եմ, արտագաղթը, մենք տեսնում ենք հավատի կորուստը, մենք տեսնում ենք, որ Սերժ Սարգսյանը նույնիսկ խանդում է այն մարդկանց, որոնք ասենք հերոս են, նկատի ունեմ Վիտալի Բալասանյանի, որ ի վերջո չեմ կարծում, որ ինքը, ինչպես ասում են, պլյուսով դուրս եկավ այդ ամեն ինչից։ Ի վերջո ասեմ, սա մի հարց է, որը հետո երբ որ ամեն ինչը կվերջանա, միգուցե ինքը շատ ավելին կասի, բայց ամեն դեպքում չեմ կարծում, որտեղ կրկնում եմ, այսօր բանակցելու խնդիր չկա, բանակցելա պետք ժողովրդի հետ, բանակցելա պետք նկատի ունեմ իշխանությունը պիտի բանակցի ոչ թե միայն Սասնա ծառերի հետ, բանակցելա պետք են արտագաղթածների հետ, որոնք մենք տեսնում ենք ինչպես են արձագանքում այդ ամեն ինչին։ Ես երևի կարճ այսքանը նախաբանի համար, եւ ասեմ, որ այստեղ շատ բացասական դեր է խաղում Լևոն Տեր-Պետրոսյանը, որովհետեւ նույն սկսենք մարտի 1-ից, որ ինքը կարծես թե չգալով Միասնիկյանի արձան նպաստեց, որպեսզի Սերժ Սարգսյանը մնա իշխանության եւ նաեւ եղան այդ զոհերը, բացի այդ Սերժ Սարգսյանը Լևոն Տեր-Պետրոսյանը 11 թվականին, երբ որ թվում էր թե արդեն Սերժ Սարգսյանի դիրքերը սասանվում են նորից, գնաց երկխոսության, ինքը գնաց երկխոսության ըստ էության նամակի տեսքով անցյալ տարի փետրվարին, ինքը գնաց երկխոսության ապրիլյան պատերազմից հետո, ընդ որում կրկնում եմ, ինքը դարձավ իրոք գաղափարական հենքը Սերժ Սարգսյանի, որ թվում էր թե պիտի արդեն պատասխանատվության ժամանակն է, բայց մենք տեսանք, որ ինքը նորից ձեռք մեկնեց Սերժ Սարգսյանին։ Այստեղ կրկնում եմ քաղաքական ուժերը, որովհետև համոզված եմ գաղափարական հենք բացի Լևոն Տեր-Պետրոսյանից Սերժ Սարգսյանը չունի։ Եվ քաղաքական ուժերը պիտի կարողանան վեր կանգնել ու գալ հրապարակ եւ տեր կանգնել, կրկնում եմ, ժողովրդի պահանջներին։ Լրագրողները եթե հարցեր ունեն, պայմանավորված, որ նույն քաղաքական ուժեր են, որ հայտարարությունները բավականին ուշ արեցին, Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո։ Ես ասեմ, ինչ վերաբերվում է, ասենք, կներեք, մեր կուսակցությունը, համախմբում կուսակցությունը, ասենք, ժառանգությունը, դիմադիր կուսակցությունները, ինչպես ասում են, հենց առաջի օրը արել են հայտարարություն։ Իսկ այն կուսակցությունները, որոնք այսօր օգտվում են կիրակրակաշտակից եւ ասենք սպասեցին, որ Սերժ Սարգսյանը խոսի, նոր խոսեն, դրանց հետ ասելիք ես նրանց ասելիք չունեմ։ Ուղղակի ուզում եմ ասեմ, նրանք ոչ թե գաղափարապես, ուղղակի նրանք այս պահին որ ասում են տանիք են պահում, էսա խնդիրը։ Բայց որ հոգու խորքում այսօր ես համոզված եմ այդ նույնիսկ դաշնակցության համար ամենաողբերգությունը դա դաշնակցության համար է, որովհետև ես բավականին ընկերներ ունեմ, մենք իրար հետ ճանապարհ ենք անցել, իմ համար մի քիչ դժվար է իրենց վատ բաներ ասելը, բայց ես ցավում եմ դաշնակցության համար, ուղղակի բղավար եմ այսքանով, որ մի հեղափոխական զենքի վրա երթվող, ասենք, կուսակցությունը այսօր Կոչյանում զենքը վայր դնել, ընդ որում այդ զենքը ոչ թե ինչ-որ հայ արյան համար, այդ զենքը ընդամենը պաշտպանվելու համար, այդ զենքը ընդամենը նրա համար է, որ իշխանությունը հասկանա, որ ինքը զենքի չի կարող դիմել։ Դա ընդամենը դրա համար է։ Դա ինքնապաշտպանական զենք է, դա այնպես չի, որ չգիտեմ, ինչ որ մեկին պետք է սպանել։ Որ սպանող լինեին, իրանք որ ասում է, հասցեն, բոլորը գիտեն, ժողովրդի 99%-ը նկատի ունեմ այդ հասցեով չէր գնա եւ նաեւ իրենք։ Ուղղակի խնդիրը հետեւյալն է, որ արվել է քայլ
ընդ որում դիրքը հիմա այնպեսին է, կրկնում, շարված դիրք է։ Իշխանությունը քայլ չունի, եթե իրեն թվում է թե ձգելով, սովամա հանելով կամ վարքաբեկելով այդ շարժումը կարող է ինչ-որ բանի հասնել, ես կասկածում եմ, նույնիսկ դա այդ հասնելն էլ լինել է ժամանակավոր եւ արդեն բոլորը հասկանալու են, որ ի վերջո կրկնում ուրիշ լուծում չկա, իսկ այն լուծումները, որ հետո կտրվեն, ինչպես ասում են հայրիկը, որ բոլորից տերորիստ եք սարքում, ես չեմ ուզում, որ Հայաստանում լինի ինչ որ ասում է տերոր, ես չեմ ուզում, դա որ ասում են իմ սկզբունքներին դեմ է, ես բայց չեմ համարում, որ Սասնա ծռերը ահաբեկիչներ են, Սասնա ծռերը տղաներ են, որոնց այդ որպես ասենք քաղաքական իմաստով մենք ժամանակին ունեցել ենք հակասություն, նկատի ունեմ հիմնադիր խորհրդանի հետ, բայց խնդիրն է նա, որ ասենք այս դիրքում իրենք ճիշտ են, այս դիրքում այլ ելք չի մնացել եւ մեր կուսակցությունը անձամբ ես, եւ որ ասում եմ իրենց հետ ենք եւ համոզված ենք, որ այս շարժումը ունենալու է հաղթանակ եւ Սերժ Սարգսյանի եթե ինչ որ ժամանակավոր կարող է ինչ որ իրեն թվա թե ինչ որ բան շահեց, դա իր գործերը հետագայում ավելի է բարդացնելու։ Պարոն Հարությունյան, իսկ ինչքան ժամանակ ունենք այդ ամենը, իշխանությունը չի գնում ոչ մի ծրագիր չի ներկայացնում, քայլեր չի անում, տղաները գնալով արդեն իրենց ըմբոստություն այլ տարբերակներով են արտահայտում։ Այստեղ ասեմ, որ ես ինչպես ասացի, լուծումը քաղաքականն է, որովհետև տղաների պահանջը քաղաքականն է, այստեղ քաղաքական ուժերը պիտի կարողանան միավորվել եւ ժողովուրդը ավելի կշատանա, համոզված եմ, որ իրար դեմ պետք չի խոսել, մեկը մյուսին գնահատական պիտի չտա, մեկը մյուսին գնահատական կտա, երբ որ կլինեն արտահերթ ընտրություններ, ամեն մեկը մի ցուցակով կմասնակցի, թող այդ ժամանակ իրար մասին ինչ ուզում են ասեն։ Այսօր կա մի հարց, ովքեր են ուզում, որ Սերժ Սարգսյանը հեռանա։ Այդ մարդիկ պիտի համախմբվեն իրար կողքի։ Եթե իրենց մեջ կա խնդիր, իրենց մեջ ժամանակին է եղել կամ հիմա չգիտեմ ուրիշ հարցեր կա, դա պիտի դրվի մի կողմ։ Սա է խնդիրը։ Եվ ես համոզված եմ, որ շատ քաղաքական ուժեր, անհատ գործիչներ նաև կան, որոնք պիտի բանանեն, կանգնեն։ Իսկ ինչ վերաբերում է այդ նախագահականի ժամանակ, որ ասած սոցիոլոգ Ադիբեկյանը։ Հիմա ասենք, ես մի անգամ ասել եմ, որ եթե 100 տարի էլ անցնեն հերձեն բանը աճունը, ասենք կտեսնեն, որ բանը սնվել է Բաղրամյան 26-ից Ադիբեկյանը։ Ուզում եմ ասեմ, դա ակնհայտ է, չէ, ասենք ոնց կարելի է, կամ ինչ որ մտավորականներ կան, որոնք ասենք խոսում են, լավ հասկացանք, էլի կերակրվում եք, ծրարով փող եք ստանում, չի կարելի, չէ, դուք փողոց եք դուրս գալու, չէ, ասենք հիմա էլ եք դուրս գալի, գլուխներդ կախ, ասենք գիշերներով կամ մենակ սրճարաններում իրար կենաց խմելով ոչ եք բավարարվելու ամբողջ կյանքում։ Ի վերջո խնդիրը ինչու՞մ է կայանում, որ կարողանալ է այս պահին վեր կանգնել, որ քո որ ասում եմ գրպանից, վեր կանգնել քո շահերից, այդտեղ երկրի շահը։ Այնպես չի, որ ասենք, եթե ամեն ինչ վատ եղավ, ինչ որ մի մասի, որ ոչ մեկի համար լավ չի լինելու։ Եվ այսօրվա իշխանության, որ հետո կդառնա նախկին, կամ չգիտեմ, եթե Հայաստան կմնա, որովհետև այսօր մենք պիտի կարողանանք կանգնել։ Այսօր մենք ստացել ենք մի դիրք, որը շատ է նման 97-98 թվականների ստացված դիրքի։ Ի տարբերություն այն ժամանակ գոնե իշխանության մեջ կար Վազգեն Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան եւ կար, ասենք, Սամվել Բաբայան, որոնք համենայն դեպս ով էլ ինչ կարծիք ունենա որևէ մեկի մասին, համենայն դեպս պարտվողական չէին։ Բայց այսօր մենք իշխանության մեջ չկա, ոչ Սերյան Օհանյանն է այդ մարդը, ոչ Հովիկ Աբրահամյանն է այդ մարդը, ոչ չգիտեմ Ղարաբաղի նախարարը, որ անունն էլ չեմ կարող միշտ հիշեմ, հասկանում եք, ուզում եմ ասեմ, չկան այդ մարդիկ, այսինքն այդտեղ խնդիրը ժողովրդի մեջ է, ժողովուրդը պիտի կանգնի։ Եվ այսօր ես ինչ եմ իմ համար ցավալի, տեսեք, նախագահական 2008 թվականի ընտրությունների ժամանակ ոչ մեկը բացի ինձանից չասաց, որ ժողովուրդ մի հատ եկեք նայենք, տեսնենք Լևոն Տեր-Պետրոսյանի ծրագրի մեջ 2008-ի նախագահական իր բուկլետի մեջ ինչ է գրած Ղարաբաղի մասին, մի տող է գրած, ինքնաբան կամ արտահայտություն, բայց ինքը չէր գրում պատերազմ է խաղաղություն, հիմա ինքը ոգևորված, այսպես ասած, մեջտեղ է եկել ու երկու ձեռքերով պաշտպանում է Սերժ Սարգսյանին, որտեղ եկել է ստացվել է իր դիրքը, որտեղ ինքը հետո պիտի կանգնի, ասի տեսեք, որ ես ասում եմ ժամանակ ես չի։ Չէ, ինքը սխալ էր ու այդ որ ասում եմ Սերժ Սարգսյանը արեց ամեն ինչ, որ ասեմ մենք հայտնվենք նույն դիրքում, ավելի վատ դիրքում, բայց մենք կարայինք չհայտնվեինք, եթե այս իշխանությունը չունենայինք։ Հեսա խնդիրը։ Եվ լուծումը կրկնում եմ քաղաքականը, ես համոզված եմ, այսօր պահանջները ոչ ոստիկանությունից, ոչ ԱԱԾ-ից, ոչ չգիտեմ որևէ, չէ, իշխանությունը մի բանը, պահանջները մի մարդուց է, այդ մարդը Սերժ Սարգսյանն է։ Եվ համոզված եմ ինքը չունի, ինչպես սկզբում ասացի, հենարան։
իր թիկնապահներն էլ իր հենարանը չեն։ Մի ինքը գաղափարական հենարան ունի եւ մի քանի հոգի, որոնք ասենք կերակրվում են։ Մնացածը ես համոզված եմ, պահը եկավ հարմար, իրենք բոլորը առաջի հարված հասցնողներ են լինելու Սերժ Սարգսյանին։ Ուղղակի մենք պիտի կարողանանք այդ պահը հասունացնել։ Պահը մեկն է։ Ժողովուրդը պիտի կանգնի, բայց ժողովուրդը կանգնելու համար պիտի տեսնի, որ ժողովուրդը միշտ երբ որ օրինակ տեսեք 96 թվականին ինքը տեսել է որ քաղաքական ուժերը կանգնել են իր կողք։ Ուրիշ խնդիր է որ Վազգեն Մանուկյանը մսխեց այդ ամեն ինչը 2008 թվին ամեն դեպքում էր Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջ են հավաքվել, բայց էլի բան 2015 թվականին ասենք էլի կար համաժողովրդական շարժում, որտեվ ի վերջո ժողովուրդը տեսնում էր, որ իրար կողքի էին։ Հիմա իրար կողքի է պետք կանգնել։ Ոչ մեկը չպիտի ասի ես եմ առաջին դիմային, որ ասում է ես եմ Շարշաշվիլին կամ ես եմ Շմիդտի որդին, չէ։ Այսօր բոլորը պիտի կանգնեն։ Դեմ է Սերժ Սարգսյանը, կողմ ես որ Սերժ Սարգսյանը հեռանա։ Կանգնիր։ Իրար նկատմամբ մի ասեք, որովհետև ասելու բան բոլորին կարելի է ասել եւ ուզում ասեմ հիմա այս թեման ես ընդհանրապես ուզում եմ փակեմ։ Այսօր պիտի ձեռքի բռնած, ընդ որում ոչ թե պիտի գնան ինչ որ ազատության բանը խորենացու փողոց նախորոք, չէ, միջև այդ պիտի պայմանավորվեն մի հատ այսենց բոլորը շարվեն իրար կողք մամլո ասոլիստան ու ասեն որ մենք իրար հետ ենք, մենք այսօր զինադադար ենք անում իրար նկատմամբ Եվ միասին գնում ենք ազատության հրապարակ։ Ես համոզված եմ ժողովուրդը ծափերով է դիմավորելու եւ այն մարդիկ, որոնք համակարգչի մոտ են, գալու են խորենացի փողոց։ Եվ այդ երթը շատ ճիշտ գաղափար է եւ համոզված եմ, որ անկախ ամեն ինչից, որ խորենացու մոտ միշտ պիտի մարդ լինի, բայց նաեւ հիմնական հարցերը նաեւ պիտի ազատության հրապարակը բացվի, ժողովուրդը պիտի ասի, ամբողջ Երևանը պետքա ոտքի հանել, հետո կգան մարզերը։ Ես Կրկնում եմ, այսօր մենք որևէ մեկը բարոյական իրավունք չունի, որևէ մեկի մասին հիմա բան ասելու, եթե իրոք ուզում է, որ այս վիճակից մենք դուրս գանք։ Հակառակ դեպքում մենք մի հատ ժողովրդին նորից ենք հիասթափության հասցնելու, պիտի ասեն լավ, էլ ինչ եք ուզում, ստացնենք մի հատ sense դիրք։ Կան մարդիկ, որոնք պատրաստ են ամեն ինչով, նույնիսկ իրենց կյանքի գնով, կանգնած են այս ժողովրդի իղձերի իրականացման գործում քաղաքական ուժերից ընդհանրապես մնում է այն որ ասում է իրար մի գզեք էլի իրար մի որ ասում է կերեք կանգնեք իրար կողք ժողովրդին առաջնորդեք դե այդ հարցինը երևի ամեն մեկին պիտի առանձին տակ ես մենք կանգնում ենք մենք պատրաստ ենք ես խորենացու փողոցում էլ հարցազրույց եմ տվել էլի ասել եմ նույն բանը հիմա էլ եմ ասում նույն բանը պետքա ոչ մեկը որ ասում է բարոյական իրավունք չունի այսօր խանգարելու այդ միացմանը տղաները իրենք էլ սասնա ծռերը պիտի նպաստեն, որ անկախ նրանից ում մասին ինչ կարծիքին, բայց եթե իրոք համոզված են, որ այս մարդը իրոք ուզում է Սերժ Սարգսյանի հեռանալը, իրենք պիտի կանգնեն, իրենք պիտի կոչ անեն, որ այդ մարդիկ միանան իրար։ Իրենցից պիտի նաև լինի այդ կոչը։ Իրենք չպիտի, որ ասում ոչ թե ֆիլտրեն, այլ ուղղակի իրենք պիտի ասեն միացեք քաղաքական ուժեր, ոչ թե ասեն այս կուսակցությունն են կուսակ։ Դա կուսակցական խնդիր չի։ Սա արդեն վերադարձ է։ Բոլորը պիտի համախմբվեն, բոլորը պիտի կանգնեն իրար կողք, ես համոզված եմ մի քանի օրում հարցեր լուծվել է, որովհետև Սերժ Սարգսյանը ինքը ամեն դեպքում հասկանում է, որ կան, որ ասում է, մնացած օրերը կյանքի համար ու այդ օրերի համար պիտի կարողանաս նաև երաշխավորը լինել։ Իսկ ինքը իր քայլելով պիտի այսօր երաշխավոր լինի իր ապագայի, իր որ ասում է հանգիստ թոշակառուի կարգավիճակը, որպեսզի վարի։ Դուք տեսնում, որ իշխանությունները կարող են երկխոսության գնալ, թե ժողովուրդը։ Երկխոսությունը այսպես է, իշխանությունը համենայնպես մենք տեսնում ենք, որ այդ երկխոսությունը բան չի տալիս։ Եթե կարանք արդյունքը ասենք բանը Օսիպյանի եւ փոխոստիկանապետի ազատ արձակվելը, եթե ազատ, իրենք այնտեղ ավելի ազատ են, այստեղ իրանք շատ կաշկանդված են։ Այսինքն ինքը հիմա մենք հակառակ այստեղ իրանք դառան պատանդ։ Ես համոզված եմ։ Մնացածի հարցում իշխանությունները բարի կամք ցույց չեն տվել։ Նույնիսկ տեսնում ենք մենք, որ ասենք սննդի հետ կապված, ասենք իրենք որքան են բարթացնում։ Մենք տեսնում ենք, ասենք, որ առավոտյան դեպքեր ա եղել, ասենք կրակել են, հասկանում եք, ասենք դրանով հարց չի լուծվելու։ Դա այնպես չի, որ մի հատ օջախ չի, այդ 30 հոգին չեն։ Բոլորը հասկանում եք ժողովրդի 99%-ը։ Այսօր ես իշխանության, ասենք հանրապետական մարդիկ գիտեմ անուն չտան, որ այս մարդուն խնդրեմ ստեղծենք, ասենք իր երեխան հիմա դրսում է, ասենք գնացել է արտասահման։ Հասկանում եք, այդտեղ չեն կարող ապրեն։ Այնպես չի, որ բոլորի հանրապետականների համար դեռ նշանա մի հատ կպցրել է դոշին կամ մի հատ ինչ էր անունը, այն անմոռուկը կպցրել է
կրծքին ասենք, բայց այդ իրան ոչ մի բան չի տալիս։ Բացի մի քանի հոգուց, իսկ այդ մի քանի հոգին էլ էլի այնպես չի, որ սա երթվում են Սերժ Սարգսյանի անունով, որտեղ իրանք հասկանում են, որ Սերժ Սարգսյանը ցանկացած պահի կարող է զոհաբերել ցանկացածին։ Այնպես որ խնդիրը դառնում է ասենց, մի մարդու համար, մի մարդու հասկանում եք ինչ եմ ասում։ Արժի որ այս երկիրը կործանվի, արժի որ մենք տարածք տանք, արժի որ մենք որ ասում է Հայաստանը անկախությունը կորցնենք, որտեղ մենք ի վերջո եթե մարդ չի լինելու ստեղ, եթե շատ քիչ մարդ է լինելու, եթե արդեն մենք տեսնում ենք, որ նաև այդ ապաշնոր քաղաքականության հետևանք է Հայաստանի իշխանությունների, որ այսօր Ռուսաստանը կարելի ասել մեզանից թեքվել է, հասկանում եք։ Բայց մենք տեսնում ենք, որ այդ լուծումը կա։ Լուծումը երբ որ աշխարհը տեսնի, որ այս ժողովուրդը կանգնած է, միասնական է ու պատրաստ է իր հողը պահելու եւ պատրաստ է ձևավորել իր սիրելի իշխանությունը, ինքը համոզված եմ հաշվի անցնելու, ոչ են կոտորելու մեզ, ոչ են ռմբակոծելու մեզ։ Հասկանում եք, բայց եթե տեսնում են չէ, որ ընդ որում Սերժ Սարգսյանը այսօր խնդիրն է, որ արդյոք կարող է հրաժարական տալ ինքը, իրանք թողնեն, որտեղ շատ են որ ասում հարմար գտել են մեկին, որը պատրաստ է ստորագրել։ Հասկանում եք։ Արտաքին ուժերի մասին։ Արտաքին ուժերի մասին է խոսքը, բայց արտաքին ուժերը եթե տեսնեն, որ ինչ են իրանց համար ավելի հեշտ Սերժ Սարգսյանը, որտեղ Սերժ Սարգսյանը լեգիտիմ չի։ Իրան հեշտ է ճնշել, իսկ եթե լինի լեգիտիմ իշխանություն, այդպես հեշտ չի, ասենք։ Նաև գերտերությունները այնպես չի, որ իրանց մեջ ամեն ինչ հարթ է ու իրանք այդ մեր հարցում պիտի գան համաձայնության։ Ուղղակի իրանք տեսնում են, որ այս եթե թալանում է այս իշխանությունը, այս ժողովրդին, այս իշխանությունը, ասենք, խաղեր է տալիս մի գիշերում ասում է այս կողմ կամ վաղը կարող է անցնի մյուս կողմ։ Բայց ինքը Յանուկովիչից ավելի վատ տարբերակով է վերջացնելու, ընդ որում Ռուսաստանը ինքը պիտի նաև հասկանա, որ այստեղ իրենք կարող է ամեն ինչ կորցնեն, եթե ասենք կանգնեն Սերժ Սարգսյանի թիկունքին։ Իրենք համոզված եմ Յանուկովիչի դեպքով հասկացան, որ թույլ նախագահը, թույլ իշխանությունը միշտ պատրաստ է ամեն ինչի։ Լրագրողները եթե հարցեր ունեն։ Ես հարցում եմ, պարոն Հարությունյան, տեսեք, ժողովուրդը պետք է դուրս գա փողոց, ժողովուրդը շարժվի, եթե քաղաքական գործիչների նկատմամբ չկա վստահություն, ուր է մեր եկեղեցին, գուցե հոգևոր առաջնորդ այստեղ պետք է հանդես գա եւ ինչու չկա այդ կապը, հոգևոր առաջնորդ քաշվելու անկյունում, ոչ հաղորդակիցի ամբողջ իրադարձություններին, ոչ մի ձև արձագանք չկա, մենք չենք զգում, որ մենք ունենք Չէ, ես ասեմ, որ մեր եկեղեցին երբեք էլ մեր ժողովրդի հետ համենայնպես վերջի շրջանում չի եղել։ Նույն 2008 թվականի մարտի 1-ին ոչ թե Գարեգին երկրորդը պիտի գնար փորձեր հանդիպել Լևոն Տեր-Պետրոսյանը, ինքը պիտի գար Միասնիկյանի արձան։ Նույնն էլ հիմա պիտի գա Խորենացու մոտ։ Ոչ թե ասենք, որտեղ այսօր մենք հասկանում ենք, որ իշխանության մի ճյուղ է դարել, ընդ որում են ամենավատ ճյուղը, էլի ասենք, որ ասենք նույնիսկ ավելի վատ է եկեղեցին այս իր կարգավիճակում իրեն պահում, քանց թե ասենք որոշ իշխանական ուժեր ասեմ, չգիտեմ, որոշ նախարարներ ասեմ կամ չգիտեմ։ Մենք երևի բանը Գարեգին երկրորդը որ նստեր նախագահականում ավելի ճիշտ կլներ։ Ասենք ընդ մի հատ բաժին բացեին, ասենք եկեղեցու բաժին, ասենք համարեին, որ ասենք ենթարկում է Բաղրամյան 26-ին, ինչ որ աշխատակազմի մեջ չլներ, ասենք որտեղ որևէ կնունքից ծնունդից եւ ասենք մերելոցից բացի մեր եկեղեցին որևէ կապ չունի այս ժողովրդի հետ։ Էսա խնդիրը։ Մենք չենք տեսնում, այդ մարդիկ պիտի ես իմիջիալոց կաթողիկոսին ուղղակի իր կաբինետում այդ հարցը տվել եմ, երբ որ ինքը մարտի 1-ի հանրաժողովի հետ հանդիպեց, ես իրեն ասել եմ պարոն եմ ասում, չգիտեմ ինչ եմ ասել, համենայն դեպս ասեցի ինչն էր պատճառը, որ չգնացիք Միասնիկյանի արձանի մոտ, ասում է Արշակը, եթե չեմ սխալվում, իր խոսնակը, ասում է ինքն էր ուզում գնար, ես ասացի, որ եթե մեկը պիտի գնա, ապա ես պիտի գնամ, բայց ինձ էլ չթողեցին։ Եվ վերջում էլ շատ ատելությամբ բաժանվեց ինձանից, մեզանից էլի նկատի ունեմ, ասենք այնց ատելությունը, որ այդ հարցը տվել եմ։ Ես հիմա էլ եմ այդ հարցը տալիս։ Ուրա մեր եկեղեցին, ուրա մեր կաթողիկոսը։ Ինչի պիտի Հռոմի պապը գա ու սենց մեր ժողովուրդը այդ ձևով ընդունի, իսկ իրեն ասենք, չգիտեմ, իրան քանի հոգի կա, որ ասենք իրան չեմ ուզում էլի, ասենք ավելի զավեշտական բաներ կա պատմելու կապված իր հետ, ուղղակի այսօր խնդիրը մեր հետ չի, մենք էլ չպիտի փորձենք վարկաբեկել մեր եկեղեցուն, բայց ցավոք սրտի իրենք են իրենց վարկաբեկում։ Էսա ամբողջ խնդրեմը։ Իսկ քաղաքական ուժերի նկատմամբ նորից եմ ասում, նույն
ասենք ի վերջո տեսեք, եղել է դեպրեսիոն շրջան 96-ից հետո, բայց էլի հավաքվել են։ 90-ը հետո եղել է, ասենք 2003 թիվ, 2000, ասենք 8 թիվ, 2015 թիվ, այնպես չի, գիտեք ինչ, ժողովրդին ասենց ասեմ, այդ հավատը նաև ժողովուրդը կորցնում է, որ մեկը սկսում է մյուսին վարկաբեկել, հետո այն մեկի էլեկտորատն ասում է, տեսեք, էսի վատն է, այն մեկին ասում է, այն մեկին նա վատ ու սենց փաստորեն, բայց եթե այդ նույն մարդը, որ կանգնի, վեր կանգնի, ասենք, ընդհանրենք, ասի, որ գիտեք ինչ, այսօր մենք կանգնում ենք իրար կողք, մենք իրար հետ կարող է հարց ունենք, բայց այդ հարցը մենք կլուծենք ընտրությունների ժամանակ։ Ես համոզված եմ վազելով կգա ժողովուրդը։ Նույն ձևի 96-ին ես հիշում եմ համալսարանի դասախոսներից մեկը կա, որ Հայրիկյանի նկատմամբ շատ վատ կարծիքի էր, բայց երբ որ ասենք Հայրիկյանը հայտարարեց, որ ասենք ինքը հանում է իր տեխնացիոնի յոկուտ Վազգեն Մանուկյանի, հիշում եմ այդ մարդը փողոցում ինձ տեսավ, ասենք գրկեց, ինքը որ ուրախացավ, որ ասենք մեր ժողովուրդը, ասենք որ քաղաքական ուժերը իրար կողքի է։ Հասկանում եք, էս է խնդիրը։ Մենք քաղաքական ուժերը ամեն մեկը պիտի նպաստի, որ այդ հավատը վերականգնվի, որտեվ կներեք, նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանին մենք հիշում ենք ոնց է գնացել, բայց ինքը 2008-ին եկավ ու ժողովրդի բավականին մեծ մաս, ասենք, իրան ընդունեց, չէ՞, այն մարդիկ, որոնք իրեն, ասենք, չէին ընդունում, չգիտեմ, եւ այլն, բայց ի վերջո կարողացան այդ թիմը ստեղծել։ Հետո ցավոք սրտի, ասենք, այդ ամեն ինչը մսխվեց եւ ստացվեց այն ինչ որ ստացվեց։ Բայց այսօր ամեն մի քաղաքական ուժ պիտի ինքը նպաստի, որպիսի որ ասում լինի համախմբում, օրինակ ասենք, տեսեք, նույն համախմբում մենք նպաստում ենք, համախմբումը նպաստում է, Սասնա ծռերը պիտի կարևոր է նպաստեն։ Հասկանում եք, շատ կարևոր է, որպիսի իրենք ասեն։ Իրենք չասեն այս մեկը, չգիտեմ այն մեկը եւ այլն։ Իրենք պիտի ասեն։ Այս այնպես չի էլի, որ կներեք հեղինակային իրավունքի խնդիր չկա այստեղ։ Այս ամեն ինչի հեղինակը ժողովուրդն է։ Սասնա ծռերին ժողովուրդն է ծնել։ Հասկանում եք, մենք իրավունք չունենք, ասենք ինչ-որ մեկը ասի, այդ իմ շարժումն է, չէ։ Սա ժողովրդական շարժում է։ Սասնա շատ սիմվոլիկ է, որ Սասնա ծռեր է, չէ, ասենք էպոս է։ Այս տղաները, ասենք, որ ասում են անում են ինչ որ ոնց որ ասած պիտի անի ժողովրդից ծնված մարդը, հայրենասեր մարդը։ Իրանք պիտի նպաստեն։ Եթե իրանք չեն նպաստելու, ինչ որտեղ իրանց մեղքներ է լինելու։ Իրանք պիտի կարողանան վեր կանգնել ու ասեն տղեկ, ժողովուրդ, եկեք, ժողովուրդ, ով որ ուզում է որ Սերժ Սարգսյանը հեռանա, եկեք կանգնենք։ Մենք ասելիք ունենք միայն այն, որ մենք մեր կյանքի գնով կանգնած ենք։ Եթե Պավլիկը իր տղայի հետ է գնացել, դե արդեն վերջն է, հասկանում եք ինչ եմ ասում։ Դա նշանակում է, որ Զոհասեղանին այո։ Պարոն Հարությունյան, փաստորեն մենք ունենք իրավիճակ, որը կանխատեսելի է եւ այդ կանխատեսումի մեկնարկը արեցին այդ հերոս տղաները, այդ ազատամարտիկները։ Մնում է, որ այս պահին արդեն լրջագույնս եւ քաղաքական եւ հասարակական գործիչները միավորվեն եւ պահը օգտագործեն իշահ ժողովրդի։ Այո։ Այսինքն, եթե այս պահն չլինի իշխանությունը, այս պահին կարողանա անել այն ինչ որ ինքն է ուզում եւ կանխել այս շարժումը, գուցե Հայաստանում մի որոշ ժամանակ անկախ ամեն ինչից, ասենք, ցանկացած նման մեծ պիկից հետո, եթե անկում է լինում, բնական է ինչ որ կսկսեն վհուկների որս, կսկսվի ուրիշ քայլեր իշխանության կողմից, բայց երկարաժամկետ իմաստով իշխանությունը պարտված է, բայց ցավոք սրտի մեր խնդիրը իշխանությանը պարտության մատնելը չի, մեր խնդիրն է Հայաստանին պարտությունից փրկել, հասկանում եք։ Այսօր փաստորեն մեր հիմնական խնդիրն է անել այնպես, որ մենք ունենանք մի իշխանություն, որը այս հողին կպած է, որը տարածք հանձնող չի, եթե կներեք բանը Լևոն Տեր-Պետրոսյանը ասում է, որ ասենք Սամվել Բաբայանի հետ կապված, ասենք ինչ որ շոու սարքվեց, չգիտեմ ինչ, կամ Լևոն Տեր-Պետրոսյանը ինքը պատրաստ է նախ իր գնալն էր շոու Բակո Սահակյանի հետ հանդիպելը, որ թող ժողովրդի հետ հանդիպեր, բայց ինքը պատրաստ է տարածքները տալուց հետո գնալ ապրել թեկուզ Ստեփանակերտում իր ընտանիքով, պատրաստ է, համոզված չեմ, որտեվ այդ տարածքները եթե տվեցին, ահավոր անպաշտպան է դառնալու Արցախը, ել չեմ ասում ինչ հարստություն կա։ Իհարկե, ի վերջո կներեք, ասենք, այսօր այնպես չի, որ եթե մենք ժողովուրդը պահանջները ձևակերպել է, իսկ ժողովուրդը պահանջները ձևակերպել է Սասնա ծռերի շուրթերով, չնայած կրկնում եմ, տարբեր ժամանակներ բոլորը այդ պահանջների մասին ասել են, բայց ի վերջո ամենակարևորը տղաները իրենց կյանքի գնով որ ասում կանգնած են այդ
պահանջները ձևակերպ։ Ուղղակի մենք պիտի, որ ասում եմ, տեր կանգնենք մեր պահանջներին, որը ձևակերպված է Սասնա ծռերի տղաների շուրթերով։ Եվ այսօր քաղաքական ուժերը պիտի ով որ ասենք հիմա այսօր փորձեց ինչ որ իրան դնել, չգիտեմ, քաղաքագետի, չգիտեմ ինչ որ սոցիոլոգի, արդեն վերջի տարը համիշտ խառնում եմ սոցիոլոգի, ասենք, տեղ ինչ որ փորձի, ինչ որ բաներ ասել, հասկանում եք, դիրք է ստեղծվել, դիրք, որ այս դիրքից պիտի մենք լուծումը գտնենք։ Լուծումը այն չի, որ պիտի այդ տղաները հանձնեն, որտեղ այդ տղաները հանձնել այդ զենքը։ Կներեք, իրանց արածի իմաստը որն է դառնում։ Իրանք ինչ եղավ, դուրս եկա, որ Ժիրայրին ազատելու համար, այդ պահանջների համար գնացին, այդ գունդը վերցրեցին, ցավոք սրտի եղավ զոհ, հիմա բերում են զենքերը տալիս են, ասում են ինչ են ասում։ Այսինքն ասելու բան չկա։ Դրա համար բոլորս պիտի կանգնենք, այս պաշտպանենք այդ տղաներին ու ամենակարևորը ժողովրդին հանենք փողոց։ Ի ժողովրդին, եթե պիտի բացվի եթերը, այսօր հիմա տեսեք, ասենք H3-ը, եթե ընդդիմադիր է, ինչի չեն կանչում։ Թող Արամ Հարությունյանին օրինակ կանչեն եթեր, ուղիղ եթեր։ Ինչի չեն կանչում։ Եթե ընդդիմադիր կուսակցությունն է, եթե ստացվել է այդ, այսպես ասած, ալիքը ձերն է, դե կանչեք, թե չի ասենք հիմա այդպես ինչ որ լողոզած ինչ որ բաներ ասել, ինչ որ, չգիտեմ, ակադեմիական բաներ։ Լրատվական դաշտը պիտի բացվի։ Չէ, կայքերից շատ շնորհակալ եմ, կայքերը ուղիղ եթերով, ասենք, հիմնականում ասենք շատ հստակ ասվում է ամեն ինչ, բայց ամեն դեպքում շատ կարևոր է հեռուստաընկերությունները, որտեղ հեռուստաընկերությունը մենք տեսնում ենք, որ ինչ դեր է կատարում։ Ոչ բոլորն են, ասենք, օգտվում համացանցից, ի վերջո նաև դա ուժի արդեն փաստում է, որ, ասենք, հեռուստաընկերությունը բաց է, հասկանում եք, դա այդ է նշանակում։ Օրինակ նույն 2015-ին, երբ որ կար կենտրոնը նախկին տեսքով, այն ժամանակ լուրջ գործընթաց էր գնում։ Հիմա այդ վերադառնանք այդ ամեն ինչի։ Ասեմ, մենք եկել ենք վիճակ, որ մեզանից է կախված ու ժողովրդին մեղադրել, որ ասել նստածատունը չէ։ Ժողովուրդը պիտի տեսնի, ինքը պիտի հավատա։ Եթե ինքը տեսնում է իրար, ասենք, ինչ որ բաներ են ասում, ինչ որ գնահատականներ է տրվում, այդ ամեն ինչ գործընթացը կարա մարի, բայց այդ մարելը դա, որ ասում եմ, շատ լուրջ հետևանքներ է ունենալու։ Իշխանությունը պիտի հասկանա, որ ի վերջո ստեղծվել է մի վիճակ, որ ինքը կարող է իր համար նույնիսկ բարենպաստ վիճակը, որպեսզի հանգիստ հեռանա, ժողովրդի պահանջով հեռանա, ոչ թե չստորագրելու համար, այլ ուղղակի ժողովրդի պահանջով։ Եթե մենք կարողանանք դա կազմակերպել, դա նաև իշա Սերժ Սարգսյանի ապագայի եւ հետագայի է։ Դա մենք պիտի կարողանանք անել։ Եվ ինքը պիտի նպաստի, ինքը քալ չունի, այդ կրկնում եմ, ասենք, եթե ինչ որ այլ երկրից ինչ որ խումբ կգա վնասազերծելու տղաներին կամ չգիտեմ ստեղից կանեն եւ այլն, դա ոչ մի բան չի բերելու։ Դա ավելի խորացնելու է ատելությունը, իսկ եթե զոհ եղավ ընդհանրապես եւ չի բացառում, որ սկսվի քաղաքացիական պատերազմ։ Իսկ ես դա չեմ ուզում։ Ես չեմ ուզում, որ հայի վրա կրակի։ Մեր խնդիրն է այսօր կարողանալ խաղաղ ձևով լուծել, իսկ խաղաղ ձևով լուծելու միակ ճանապարհը դա ժողովրդի օգնությամբ է, իսկ դրա նախապայմանը քաղաքական ուժերի համախմբումն է։ Իսկ այդ քաղաքական ուժերը պատրաստ են համախմբվել նաև, եթե Սերժ Սարգսյանը տալիս է հրաժարական, այսինքն այդ համախմբած իրավիճակը թույլ կտա նաև ստեղծել նոր իշխանություն։ Իհարկե, այստեղ խնդիրը էսենց է, եթե Սերժ Սարգսյանը, ասենք, ինքը կարող է ելույթ ունենա, ասի, որ ես, ասենք, օրինակ եմ ասում, 1 ամիս կամ 2 ամսում ստեղծում եմ սենց անցումային կառավարություն, անում ենք արտահերթ ընտրություններ, բայց ես խոստանում եմ, որ ենթադրենք ես դուրս եմ գալի, բայց ոչ այն նախորդ անգամվա պես, որ ասեց խոստանում եմ վարչապետ չեմ դառնա, բայց հիմա որ ասում մի բաներ ասեցինք էլի, տենց տարբերակ է։ Հասկանում եք, այդ տարբերակը չէ, ինքը արդեն հստակ պիտի կանգնի ու ասի, որ ես այս պահին գարանտն եմ կանգնում, որ Հայաստանում անիշխանություն չլինի, բայց ես ստեղծում եմ ազգային համաձայնության անցումային կառավարություն, որը նաև գարանտն է լինելու, նաև այդ թվում ինքը, որ ասենք բանը գնանք արտահերթ ընտրությունների եւ նախ սա դրանով մենք ժամանակ ենք շահում եւ այստեղ աշխարհը հասկանում է, որ ունենալու է լեգիտիմ իշխանություն Հայաստանը եւ իր հետ այդքան հեշտ չի ճնշել, իսկ եթե ինքը մտածում է, որ կարա ձգի այդ թեկուզ չստորագրի, բերի 17 թիվը մի հատ 1980 խրտվիլակ վարչապետ դնի, հետո այդ դրան ստորագրել տա, հետո ինքը մաքուրով դուրս գա, դա չի լինելու։ Հասկանում եք, դա հաստատ տենց չի լինելու։ Այսօր իր համար ոնց որ Լևոն Տեր-Պետրոսյանը գնաց, որ ասում է գոնե այդ պահին ինքը հա, արժանապատիվ էր չնայած վատ անիծելով գնաց, բայց ամեն դեպքում ինքը հիմա
կարա գնա հանգիստ, ընդ որում ժամանակ խնդրելով, որպեսզի կազմակերպի։ Եվ ինքը կմնա պատմության մեջ։ Ինքը որ ասում եմ այնքան դեպքեր ա լինում, որ մարդը, որ նախկին գործնեությամբ որպես ճիշտ չի ողել, վատ ա ողել, բայց այս պահին եթե ինքը դա անի, ես համոզված եմ ինքը իր անունը եթե ձախ մասը, չգիտեմ ինչ տարերով ա գրվել, աջ մասը ոսկե տարերով կգրվի։